Գիրք Ծննդոց, գլուխ 41. Եվ եղավ 2 տարուց հետո փարավոնը երազ տեսավ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին, եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով 7 երինջներ ելան, եւ արածում էին պրտուների մեջ. եւ ահա նրանց ետևից ուրիշ 7 երինջներ ելան գետիցը, զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մոտ գետի եզերքումը. Եվ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն 7 գեղեցիկ տեսքով ու պարարտ երինջներին. Եվ փարավոնը զարթնեց, եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսավ. Եվ ահա մեկ փունջի վրա 7 պարարտ եւ լավ հասկեր էին դուրս գալիս. Եվ ահա նրանց ետևից 7 վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում. Եվ այն վտիտ հասկերը կուլ տվին այն 7 պարարտ եւ լիքը հասկերին. Եվ փարավոնը զարթնեց, եւ ահա երազ էր. Եվ եղավ, որ առավոտանց նրա հոգին խռովվեցավ, եւ նա կանչել տվավ Եգիպտոսի բոլոր մոգերին եւ նրա բոլոր իմաստուններին. Եվ փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց մեկը չկար, որ մեկներ նրանց փարավոնի համար. Եվ մատրվակապետը խոսեց փարավոնի հետ ասելով. Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները. Փարավոնը բարկացավ իր ծառաների վրա, եւ ինձ տահճապետի տան բանտը դրավ, ինձ եւ հացագործապետին. Եվ ես ու նա մեկ գիշեր երազ տեսանք. Մեզանից ամեն մեկը իր երազի նշանակության պես երազ տեսանք. Եվ այնտեղ մեզ հետ մի եբրայեցի պատանի կար, դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նրան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. ամեն մեկիս իր երազի պես մեկնեց. Եվ ինչպես որ նա մեկնեց, այնպես եղավ. ինձ իմ պաշտոնից դարձրեց եւ նրան կախեց. Եվ փարավոնը մարդ ուղարկեց եւ կանչեց Հովսեփին. Եվ շուտով բանտիցը հանեցին նրան. Եվ նա ածիլվեցավ եւ իր հանդերձները փոխեց եւ եկավ փարավոնի մոտ. Եվ փարավոնը ասեց Հովսեփին. երազ տեսա եւ մեկը չկա, որ մեկնե նրան. Եվ ես քեզ համար լսեցի, որ ասում են երազ ես լսում եւ մեկնում. Եվ Հովսեփը պատասխանեց փարավոնին եւ ասեց. ոչ թե ես, Աստված կտա խաղաղության պատասխան փարավոնին. Եվ փարավոնն ասեց Հովսեփին. երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի, եւ ահա գետիցը 7 երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մեջ արածում էին. Եվ ահա նրանց ետևից ուրիշ 7 երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նրանց պես զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը. Եվ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի 7 պարարտ երինջներին. Եվ նրանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թե նրանք նրանց փորն են գնացել. Այլ նրանց տեսքը զազիր էր ինչպես առաջ. Հետո զարթնեցի, եւ երազումս տեսա, եւ ահա մեկ փունջի վրա 7 լիքը եւ լավ հասկեր էին դուրս գալիս. Եվ ահա նրանց ետևից 7 չոր նիհար խորշակահար հասկեր էին բուսնում. Եվ նիհար հասկերը կուլ տվին այն 7 լավ հասկերին. Եվ ես պատմեցի մոգերին, բայց մեկը չկա, որ ինձ մեկնե. Եվ Հովսեփն ասեց փարավոնին. Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնեց փարավոնին. Այն 7 լավ երինջները 7 տարի են, եւ այն 7 լավ հասկերը 7 տարի են. երազը մեկ է. Եվ այն 7 վտիտ եւ զազիր երինջները, որ նրանց ետևից ելան, 7 տարի են, եւ այն 7 դատարկ խորշակահար հասկերը 7 տարի սով են նշանակում. Այս է իմ խոսքը, որ ասում եմ փարավոնին, թե Աստված իր անելիքը փարավոնին ցույց է տվել. Ահա 7 տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատություն կլինի, եւ նրանց ետևից 7 տարի սով կգա, եւ Եգիպտոսի երկրի մեջ բոլոր առատությունը կմոռացվի, եւ սովը կսպառե երկիրը. Եվ չի իմացվի երկրի մեջ առատությունը այն սովի պատճառով, որ նրանից հետո կգա, որովհետեւ շատ սաստիկ կլինի. Եվ երազը 2 անգամ փարավոնի համար կրկնվելու պատճառը այս է, որ այս բանը Աստվածանից հաստատված է, եւ Աստված շուտով անելու է այս. Եվ հիմա թող փարավոնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնե եւ նրան Եգիպտոսի երկրի վրա դնե. Թող փարավոնը այսպես անե եւ երկրի վրա գործակալներ նշանակե, եւ Եգիպտոսի երկրի արմատիկներից առատության 7 տարիներումը 5-ից 1 առնե. Եվ այն եկող լավ տարիների բոլոր պաշարը ժողովեն, եւ փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն, եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն 7 տարվա սովի դեմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չկորչի. Եվ այս բանը լավ երևեցավ փարավոնի աչքին եւ նրա բոլոր ծառաների աչքին.
Եվ փարավոնն ասեց իր ծառաներին. «Կարող են գտնել սրապես մի մարդ, որի մեջ լինի Աստծո հոգին»։ Եվ փարավոնն ասեց Հովսեփին. «Որովհետև Աստված այս ամենը քեզ իմացրեց, քեզպես հանճարեղ եւ իմաստուն չկա։ Դու իմ տան վրա եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդվեն։ Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ»։ Եվ փարավոնն ասեց Հովսեփին. «Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վրա դրի»։ Եվ փարավոնն իր ձեռքից մատանին հանեց եւ Հովսեփի ձեռքն անցրեց, եւ նրան բեհեզիա հանդերձներ հագցրեց, եւ նրա պարանոցին ոսկի մանյակ դրավ, եւ իր երկրորդ կառքի վրա հետցրեց, եւ գոչում էին նրա առաջին. «Ծունր դրեք», եւ Եգիպտոսի բոլոր երկրի վրա նշանակեց նրան։ Եվ փարավոնն ասեց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, եւ առանց քեզ մեկն իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնե Եգիպտոսի բոլոր երկրի մեջ»։ Եվ փարավոնը Հովսեփի անունը Փսոմփթոմփանե դրավ, եւ Արեգ քաղաքի Պետափրիա քուրմի աղջիկ Ասանեթը նրան կին տվավ։ Եվ Հովսեփը ելավ, որ Եգիպտոսի երկիրը ման գա։ Եվ Հովսեփը 30 տարեկան էր, երբ որ Եգիպտոսի փարավոն թագավորի առաջին կանգնեց, եւ Հովսեփը փարավոնի առջևից դուրս ելավ, եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկավ։ Եվ առատության 7 տարիներումը երկիրը խիստ շատ արդյունք տվավ։ Եվ 7 տարիներ բոլոր պաշարը, որ Եգիպտոսի երկրումը եղավ, ժողովեց, եւ քաղաքներումը դրավ պաշարը։ Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նույն քաղաքի մեջ դրավ։ Եվ Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այն չափ, որ թվերը ձգեցին, որովհետև անթիվ էր։ Եվ Հովսեփի համար 2 որդի ծնվեցան սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրիա քուրմի աղջիկ Ասանեթը ծնեց նրա համար։ Եվ Հովսեփը առաջինեկի անունը Մանասե դրավ, որովհետև ասեց. «Աստված ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը եւ իմ հոր բոլոր տունը»։ Եվ երկրորդի անունը Եփրեմ դրավ, որովհետև ասեց. «Աստված իմ տառապանած երկրումն աճեցրեց ինձ»։ Եվ Եգիպտոսի երկրումն առատության 7 տարին անցավ։ Եվ Հովսեփի ասացի պես սկսեցին գալ սովի 7 տարին, եւ բոլոր երկիրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրի մեջ հաց կար։ Եվ երբ որ Եգիպտոսի բոլոր երկիրը անոթեցավ, ժողովուրդը հացի համար դեպի փարավոնն աղաղակեց։ Եվ փարավոնն ասեց բոլոր եգիպտացիներին. «Գնացեք Հովսեփի մոտ, ինչ որ ձեզ ասե, արեք»։ Եվ սովը երկրի բոլոր երեսի վրա եղավ։ Եվ Հովսեփը բացավ բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, եւ եգիպտացիներին պաշար ծախեց։ Եվ սովը սաստկացավ Եգիպտոսի երկրումը։ Եվ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Հովսեփիցը պաշար ծախու առնելու, որովհետև ամեն երկրի մեջ սովը սաստկացավ։